Գավառի քաղաքապետարանի մարզադպրոցի մարզիկները մասնակցել են դեկտեմբերի 10-ին աշտարակում կայացած պաուերլիֆտինգի ուժային եռամարտի Հայաստանի Հանրապետության առաջնությանը և ապահովել մրցանակային տեղեր։ Այդ մրցմանը մենք գրավեցինք թիմային հաշվարկով 210 միավոր հավաքելով գրավեցինք առաջի տեղը։ Բոլոր 6 քաշային կարգերում մենք հաղթեցինք, առաջի տեղ գրավեցինք, իսկ մնացած քաշային կարգերում 6 գրավեցին երկրորդ տեղ, 2 քաշային կարգի մարզիկներն էլ երրորդ տեղ։ Այսինքն 14 մասնակիցներից 14-ով էլ մեդալներ նվաճեցին առաջի, երկրորդ և երրորդ տեղեր։ Ուժային եռամարտին մասնակցած մարզիկներն այս հաղթանակը համարում են ոչ միայն իրենցն ու մարզադպրոցինը, այլև իրենց քաղաքինը։ Դեկտեմբերի 10-ին ես մասնակցեցի Հայաստանի ուժային եռամարտի առաջնությանը և 60 կիլոգրամ քաշային կարգում գրավեցի առաջի տեղը։ Սա երկրորդ տարին էր, որ ես մասնակցում էի այդ առաջնությանը և 2 տարի անընդմեջ գրավեցի առաջի տեղը։ Ես շնորհակալություն եմ հայտնում մեր սպորտ դպրոցի կոլեկտիվից և մեր մարզիչներից։ Ես մասնակցել եմ պաուերլիֆտինգի Հայաստանի առաջնության 67.5 քաշային կարգում գրավել եմ երրորդ տեղ։ Իհարկե այդ երրորդ տեղի ցուցանիշը ինձ չի գոհացնում, բայց ես կաշխատեմ, որ ավելի բարձր արդյունքների հասնեմ։ Գավառի մարզադպրոցի համար այս ուսումնական տարվա առաջին կիսամյակը լի է եղել հաղթանակներով ու մարզական միջոցառումներով։ Դեկտեմբերի 12-ին էլ բռնցքամարտի ակումբի սաները մասնակցել են Մասիս քաղաքում կայացած բռնցքամարտի բաց առաջնությանը և դարձյալ գրանցել հաղթանակներ։ Ես բռնցքամարտով զբաղվում եմ 2 տարի, մասնակցել եմ մի շարք մրցումների և բաց առաջնություններում գրավել եմ մի շարք տեղեր։ 2 տարվա ընթացքում ունեցել եմ 14 մեդալներ։ Ամսի 12-ին տեղի ունեցավ Մասիսում բաց առաջնություն, որից ես 57 կիլոգրամ քաշային կարգում գրավեցի առաջի տեղը։ Բռնցքամարտ մարզաձևով զբաղվում եմ 1 տարի, ունեմ 5 հաղթանակներ։ Ամսի 12-ին Մասիս քաղաքում Գայ գյուղում տեղի ունեցավ բռնցքամարտի բաց առաջնություն, ես գրավեցի առաջ տեղը և ես կցանկանամ ավելի մեծ բարձունքների հասնել, որպեսզի Հայաստանի առաջնությանը մասնակցեմ և հաղթեմ։ Մասիսում տեղի ունեցած առաջնությունում ես գրավել եմ առաջին տեղ 32 քաշային կարգում։ Մարզադպրոցի տնօրենի հավաստմամբ այս հաղթանակները պայմանավորված են նաև Գավառի քաղաքապետի հետևողական աշխատանքով և մարզադպրոցին նվիրած նոր մարզագույքով ու համազգեստով։ Նարինե Արեշատյան, Սարգիս Ալավերդյան, լուրեր։